Հարկ ասում, որ մենք այսօր այստեղ ենք, շնորհակալ ենք, որ մեզ առողջություն տվեց, հնարավորություն տվեց գալու, եւ շնորհակալ ենք այս դասերի համար, որ բացատրվում է, եւ թող Աստված մեզ օգնի, որ մենք ճիշտ հասկանանք, ճիշտ ընկալենք, եւ մեր փրկության համար լինի, եւ շատ ու շատերի նույնպես։ Այսօրվա դասը կոչվում է Հիսուսը բացում է ճանապարհ վարակույրի միջով։ Եվ հիշելու համար է Եբրայեցիս 9:24 գլուխը, մեկը կկարդա։ Եբրայեցիս 9:24։ Կարդամ։ Քանզի Քրիստոս ոչ թե ծրակորձի սրբարանը մտավ, որ ճշմարիտ օրինակ է հավապուն երկինքը, որպեսզի հիմա մեզի համար Աստծո առջև ներկայանա։ Okay, ինչ լավ համարա չէ, լավ խոստում է կարելի ասել։ Ուրեմն ինքը մենք գիտենք, որ երկրի վրա ձեռակերտ տաճարներ կան, եւ այդ ժամանակ, երբ որ Աստծո ներկայությունը Երուսաղեմում այդ տաճարի մեջ էր, ինչ եղավ, երբ որ Հիսուսը մեռավ, այդ վարակույրը բացվեց, հզոր հրեշտակը ճղվեց մեջտեղից, եւ Աստծո ներկայությունը դուրս եկավ։ Սրանից հետո Աստծո ներկայությունը միշտ որտեղ է, որտեղ մտել է Հիսուսը, այսքան անձեռակերտ երկնային սրբարանը։ Երբ որ Հիսուսը խաչվեց, հետո հարություն առավ, հետո ինքը գնաց հոր մոտ, որպեսզի իմանա իր զոհը ընդունվել է թե ոչ, իմացավ, որ ընդունվել է, հետո վերադարձավ 40 օր իր աշակերտների հետ եղավ, նրանց բացատրեց, ինչ որ պետք էր, թե ինչի այսպես եղավ, ինչի ինքը մահացավ, ինչի հարություն առավ, ամբողջ 5 տակարանի հիման վրա ինքը ցույց տվեց մարգարեությունները եւ բացատրեց իրանց, հետո 40 օր հետո իրանց տարավ Սարը եւ այնտեղ իրանց աչքի առաջ կտրվեց հողից եւ բարձրացավ երկինք։ Այսինքն ոնց էր հայրը համբարձվեց։ Եվ նրանք շատ ուրախ, այդ դեպքից հետո շատ ուրախ վերադարձան Երուսաղեմ, ուրեմն ինչի էին իրանք ուրախ, ինչ եք կարծում։ Երբ որ Հիսուսը խաչվեց, մահացավ, իրանք շատ տխուր էին, չէ՞։ Շատ ահավոր վիճակում էին, ինչի, ասում են, մենք էլ կարծում ենք, թե ինքը եկել է, որ ինքը փրկիչն է, եկել է, որ մեզ փրկի։ Որտեղ իրանք ոնց էին պատկերացնում այդ փրկությունը, որ իրանք փրկվելու են հռոմեական իշխանությունից, որ իրանք նորից դառնալու են անկախ։ Բայց երբ որ Հիսուսը մեռավ եւ այդ ոչ մի բան չիրագործեց այդ կողմով, իրանք հիասթափվեցին, որտեղ իրանց ծրագրերը, իրանց միտքը կենտրոնացած էր ինչի վրա, երկրայինի վրա։ Իրանք կարծում էին, որ իրանց խնդրեմը հռոմեական իշխանությունն է, որ իրանց վրա իշխում է, բայց եւ իրանց եւ մարդկային խնդրեմը ավելի խորն է, մեր մեղքերի մեջն է։ Իրանք ժամանակին եղել էին անկախ Հռոմից, բայց այդ անկախությունը ինչ էր, դրախտ բերեց իրանց, չէ՞։ Էլի նույն բռնություն, ուժի իշխանություն, այսինքն բոլորովին դրախտի նման չէր։ Եվ ինչի էին իրանք մտածում, որ հռոմեական լուծից պրծնեն, էլի դրախտի կնմանվեն, չէ՞։ Այսինքն մարդու լավ վիճակը կախված չի, ինքը անկախ է, թե ինչ-որ մեկի կախվածության տակ է, թեկուզ վերցնենք երկրները։ Եվ նաև մարդիկ, շատ մարդիկ ձգտում են, մանավանդ ջահել երեխեքը, չէ՞, երբ որ բանել, ես ուզում եմ անկախ ապրել, արդեն 16 տարեկան եմ, կամ չգիտեմ 18 տարեկան եմ, եւ իրանց թվում այդ վաղտ իրանց կյանքը դրախտի կվերածվի, երբ որ ոչ մեկ իրանց չի կոնտրոլանում, բայց երբ որ կյանքի հետ բախվում են, տեսնում են չէ, կյանքը դրախտ չի, կյանքը հեշտ բան չի,
Եվ այդ մաման ու պապան էին, որ օգնում էին կոնտրոլ անել այդ ամեն ինչը, ոչ թե իշխում էին իրանց վրա, այլ օգնում էին իրանց։ Եվ ինչ որ մեր կյանքում լինում է Աստծո թույլտվությամբ, So հիմա երբ որ Հիսուսը իրանց բացատրեց, թե ինչոց է այդ 40 օրվա մեջ եւ համբարձվեց, իրանք իրանց աչքերով տեսան, որ Հիսուսը կենդանի է եւ ինքը համբարձվեց այնտեղ, որ իրանց համար միջնորդություն անի, իրանք արդեն ուրախ վերադարձան եւ Հիսուսը ասեց դուք իմ վկաները կլինեք, իմ մասին վկայություն տակ ուրիշներ, որ ուրիշներ էլ իմանան, որ Տեր ունեն, որ այդ Տերը կենդանի է եւ որ այդ Տերը ամեն ժամանակ պատրաստ է հասնի օգնության եւ դեռ ավելին։ Այսինքն այն ժամանակ, մինչեւ այս դեպքը, աշակերտների նպատակը նույնիսկ մինչեւ Հիսուսի մահանալը, ընդհուպ մինչեւ այդ օրը, իրանք մտածում էին, որ Հիսուսը դառնալու է երկրային թագավոր, իրանց նպատակներ, իրանց ամեն ինչը կենտրոնացած էր երկրային աշխարհի վրա, երկրային ամեն ինչ երկրայինի վրա, որ իրանք հզորանան, որ իրանք ուժեղանան, որ իրանք սենց ելնեն, նենց ելնեն, բայց հետաքրքիր է, այդ բոլորը տեղի չունեցավ, բայց այնուամենայնիվ Հիսուսի համբարձումից հետո իրանք ուրախ էին, ինչի՞։ Կարող եմ բան կարդամ, ասում է, իմ անունովս ինչ որ խնդրեք պիտի կատարեմ զանիկա, որպեսզի հայրը որդիովը փառավորվի, եթե իմ անունովս բան խնդրեք, զանիկա պիտի կատարեմ։ Շատ ավելի լավ առիթ ունեցանք հիմա Աստծո հետ մոտենալու, քան թե եթե երկրային լիներ այդ թագավորությունը։ Աստծոյն ուրախ էին, քանի որ իրենք կարողանային բաց ճակատով Աստծո մոտենալ։ Եվ նաև ուրախ էին, որ Աստված տվեց իրանց ավելին, քան թե իրանք պատկերացնում էին, այսինքն իրանք ուզում էին մենակ երկրային բարօրություն, բայց Աստված ասեց չէ, ես ձեզ դրանից ավելի լավ բան եմ տալի, հավիտենական բարօրություն, երջանկություն, բայց որը կտևի հավիտենապես, այս որ խնդրում եք, այդ շատ քիչ այն որ ասում, խնդրում եք կամ պատկերացնում եք, եւ մեղավոր աշխարհում չի կարա լինի երջանկություն, ինչքան դու երջանիկ լինես, կողքիդ մարդիկ դժբախտ են, դու չես կարելի արժեք երջանիկ լինես, չէ՞, որտեվ այսքան վատ բաներ ա կատարում այս աշխարհում։ Ուրեմն Աստված հիշենք, մեզ իրանք ուրախացան, որտեվ տեսան, որ իրանց ցանկությունը շատ ավելի փոքր էր, քան թե Հիսուսը պլանավորել էր տալ։ Եվ հասկացան, որ Հիսուսը իրանց քրկության ղեկավարն է եւ իր արյունով դեպի երկնային հայրենիք ճամփա բացեց դեպի երկնային հայրենիք։ Այսինքն իրանք հասկացան, որ բացի այս երկրային հայրենիքից կա ուրիշ հայրենիք, երկնային մեր ոնց որ ասած վերջնական կետը։ Մենք սե բոլորը ժամանակավոր ենք։ Եվ ամենակարևորը Հիսուսի համբարձումը ինչ էր նշանակում, որ նոր ուխտը մտավ իր ուժի մեջ։ Այսինքն ոնց որ պրեզիդենտին որ ընտրում են, հետո ինագուրացիա չի լինում եւ դրանից հետո ինքը անցնում է իր պարտականությունները կատարման։ Այդ ժամանակ տեղի ունեցավ հենց այդ, որ Հիսուսը դառավ, ասենք թե մեր պրեզիդենտը, կարող է հենց ասենք։ Եվ 9:24 արդեն կարդացինք եւ հիմա տեսնենք, որ 5 տակարանում, երբ որ Աստված իրանց ասեց, երբ որ մտնեք ձեր հայրենիքը նոր, պետք է տարի 3 անգամ տոներ ունենալ։ Եվ այդ տոնը մեկը զատիկներ, մյուսը Պենտեկոստ է, շաբաթները, եւ երրորդը տաղավարահարած տոնը։ Հա, տաղավարահարած տոնը։ Ուրեմն զատիկը մենք գիտենք ինչ տոն էր, հրեաները նշում էին, հիշելով այն օրը, երբ որ իրանք դուրս եկան եգիպտական իշխանությունից, դադարեցին ստրուկ լինել եւ դարձան ազատ ժողովուրդ, եւ Պենտեկոստեի ժամանակ իրանք ներկայացնում էին իրանց բերքը Աստծուն եւ կարծես թե շնորհակալ էին լինում, որ Աստված իրանց օրհնել այդ առատ բերքով եւ վերջինը տաղավարահարած տոնը,
որ կարծեմ թե զատիկից մի քանի օր հետո էր, չէ, իրանք ոնց են ասում այդ ճյուղերից բաներից, որ սարքում Տաղավարներ էին պատրաստում։ տաղավար, բայց ուրիշ բառը կարծեմ կա։ Փոխտիկ են ասում, ինչ են ասում։ Ճյուղերից բաներից, որ սենց սարքում են, ռուսերեն շալաշ են ասում։ Տաղավարներ են ասում։ Հա, տաղավար։ Հա, փոքր խրճիթների նման։ Հա, տենց մի Վրանների նման։ կամ յուղակ։ Հա։ Եվ ի հիշատակ նրա, որ իրանք 40 տարի ապրել էին վրանների մեջ եւ Աստված իրանց մասին հոգ էր արել, իրանք նշում էին, հիշում էին իրանց անցյալը, թե ինչեր են տարել եւ Աստված ինչպես է իրանց օգնել։ Եվ հետաքրքիր է, որ այդ բոլոր 3 տոները ցույց են տալի Հիսուսի ծառայությունը։ Օրինակ, երբ որ Հիսուսը մեռավ, ինքը մեռավ ժամը 9-ին, երբ որ հենց այդ ժամին սովորաբար մորթում էին զատիկի գառին։ Այսինքն դրանով ցույց տալով, որ այդ ինքը արդեն տեղի ունեցավ, հենց այդ ժամանակ, այլ պետք չի զոհեր վերել։ Եվ հետո 3 օր հետո, այդ գառը մորթելուց հետո, քահանան վերում էր Աստծո առաջ բերքը եւ էդի խորհրդանշում էր փրկվածներին, այդ բերքը, որ վերում էր եւ Աստծո առաջ ցույց թափահարում էր այդ ծորինին։ Եվ այդ ինչ էր խորհրդանշում։ Հիսուսը հենց այդ 3-րդ օրը, այսինքն հարություն արավ եւ գնաց հոր մոտ եւ հայրը ասեց՝ այո, քո զոհը ընդունված է, այսինքն ինքը ներկայացրեց այդ առաջին պատուղը փրկության Աստծուն, ոնց որ ներկայացնում էին այդ ծորենը։ Եւ 3-րդը դեռ մնում է, որ իրականանա, որտեղ մենք դեռ ապրում ենք տաղավարներում, այո, մենք ապրում ենք տարբեր տներում քարից, խայտից, բայց մեկ այդի ժամանակավոր, մեր ժամանակավոր տունն է եւ ինչպես որ իրանք 40 տարի դեգերում էին անապատում, հիմա էլ աշխարհը ներկայացնում է խորհրդանշում է այդ անապատը եւ մենք ապրում ենք այդ անապատում ժամանակավոր, որպեսզի ընտրություն անենք, մենք ասում ենք ընտրում թե ոչ, բայց մեր վերջնական կետը, մեր վերջնական բնակարանները երկնքում է։ Եվ այդ ժամանակ, երբ որ մարդիկ ամեն տարի այդ 3 անգամ պետք էր, որ բոլոր տղամարդիկ ներկայանային Երուսաղեմ եւ դա կոչվում էր պալամնիչեստվը ոնց է, որ գնում են ուխտագնացություն։ Էդի կոչվում էր ուխտագնացություն, այսինքն մարդիկ ինչի էին գնում ուխտագնացության, որպեսզի Աստծո երեսը փնտրել, ինչ է նշանակում Աստծո երեսը փնտրել։ Այսինքն իրայից օգնություն խնդրել եւ խնդրել, որ ինքը բարի դեմքով նայի իրանց եւ իր երեսը դարձնի դեպի իրանց։ Այն ժամանակ Հիսուսը դեռ մատչելի չէր բոլորին, չէ՞։ Հիմա ինքը մատչելի է, հիմա պետք չի, որ ուխտագնացություն անես։ Հիսուսը կա ստեղ, դու ծունկը ծնկի ես, գալի աղոթում ես եւ Հիսուսը ներկա է։ Աստծո ներկայությունն է, թե երբ որ դու սկսում ես աղոթք անել, իհարկե խոնարհ սրտով, ոչ թե փարիսեցուպես ես ասենց։ Այսինքն Աստծո ներկայության համար պետք չի կիլոմետրեր կտրել, գնալ ես քաղաքը, ստեղ, այնտեղ, որպեսզի ուխտագնացություն անես, չէ։ Ինքը ուղղակի ձևով հենց այդ է նշանակում, որ վարակույրը բացել է։ Պետք չի, արդեն ինքը ուղղակի ձևով մենք մտնում ենք մեր աղոթքով այդ վարակույրից ներս։ Եվ իհարկե մենք դեռ սպասում ենք եւ ձգտում ենք, որ մենք հայտնվենք այն քաղաքում, ոնց որ Պողոսը գրում է Եբրայեցիս 11 գլխում, որի ճարտարապետը եւ սարքողը շինարարը Աստված է։ Այսինքն այս մեր վերջնական կետը չի։ Եվ կարդանք Եբրայեցիս գլխի Եբրայեցիս գրքի 12-րդ գլուխը 18-ից 21 համարները։ Բազի դուք մոտեցած չեք շոշափելի լեռանը,
որ կրակով կվառեր, ոչ էլ մեգին և խավարին ու մրիկին, և փողին հնչվելուն ու խոսքերուն ձայնին, որ լսողները աղաչեցին անգամ այն խոսքը չկրկնվի իրենց, վասնզի չէին կրնար թիմանալ հրամանին, եթե քազան մնալ լերանը թփչի պիտի քարգոցվի, այնպես ահավոր էր այն երևույթը, որ Մովսեսը սաստիկ կվախնամ ու կթողամ։ Սոստեր ինչի մասնա պատմում Պողոսը, երբ որ Աստված իրանց հանեց Եգիպտոսից և բերեց Սինայի լեռը հասցրեց և ուզում էր տալ իր օրենքը, ինք ուզում էր բոլորի առաջ այդ օրենքը ասել, որ մարդիկ լսեին, իրանց ականջներով լսեին Աստծո ձայնը, և Աստված ասեց ոնց պատրաստվեն, որպեսզի չմեռնեն, երբ որ Աստված խոսա։ Իրանք պատրաստվեցին, ամեն ինչ արեցին, բայց վերջին մոմենտին վախեցան։ Ասեցին, չէ, մենք վախենում ենք, դու մենակը, դու մեր միջնորդ ես, Մովսեսին ասեցին։ Եվ Մովսեսը շատ տխրեց, որովհետև իրանց անհավատության արգասիքն էր, որ իրանք վախեցան։ Ոնց որ ասենք, թե մի հատ ազդեցիկ մարդ, քեզ հրավիրի, եւ ասի, գիտես, քո հետ խոսալու բան կա, քեզ բան եմ ասելու, արի, որ ես քեզ ասեմ։ Բայց դու ասես, չէ, վայ, ես այնքան ազդեցիկ մարդ եմ, ես վախենում եմ կամ, չգիտեմ, անհարմար եմ զգում, որ գնամ այդ մարդու ներկայության մեջ։ Մի ուրիշին միջնորդ աբեցնում, ասում է, ինչ կլինի, դու գնա, դու իր հետ կարա շփվես, ես չեմ կարա, վախենում եմ։ Հիմա այստեղ նույնը տեղ ունեցավ։ Աստված պրոբլեմ չուներ։ Ինքը կարա շփվել մարդկանց հետ, մարդիկ պրոբլեմ ունեին։ Իրանք չկարողացան, վախեցան Աստծո դեմքից, Աստծո ձայնը լսելուց։ Եվ Մովսեսը այդ ժամանակում էր խորհրդանշում Հիսուսին, որ դարձավ մեր միջնորդը, Աստծո մեր միջև։ Ուրեմն դրա հաջորդ համարը, ասում եմ, բայց դուք Սիոն լեռանը մոտեցել եք ու կենդանի Աստծո քաղաքին, երկնավոր Երուսաղեմին ու բյուրավոր հրեշտակներուն ու երկինքը դրված անդրանիկներուն։ Այսինքն հիմա մենք կարող այդտեղ շարունակես էլ, այսինքն մենք հիմա ոչ թե որ այդ մխացող լեռանն ենք մոտենում, որ վախենայինք, այլ իրական բացվեց այդ բոլորը մեզ համար ու կենդանի Աստծո քաղաքին ենք, այսինքն Հիսուսին ենք մոտեցել։ Բացվել է այդ բոլորը մեր համար։ Ճամփա բացեց Աստված։ Եվ այդ վարակույրը, որ ասում է, դրերում օգտագործում է կատապետասմա բառը, որը վերաբերվում է ուրեմն այն ժամանակ, երբ որ դեռ չէր Սարգիս Սողոմոն այդ տաճարը, այդ տասնաբանյա պատվիրանները, որ այդ բանի մեջ դրված էր, տապանակի մեջ, ուրեմն իրանք սարքել են վարակույրներից փոքրիկ տաճար, որ սրբարան էր կոչվում, և երեք հատ վարակույր կար, որ դռան պես էր։ Մի վարակույրը մտնում էր դեպի բակը, այդ սրբարանի, մյուս վարակույրը մտնում էր դեպի սրբությունը, և երրորդ վարակույրը, որի վրա քահանան ցպնում էր այդ արյունը, զոհի, մտնում էր դեպի սրբության սրբոցը։ Հիմա այս բառը խոսքը դնում է բոլոր այս մուտքերի մասին։ Այսինքն սրանք ոչ միայն մուտք էին, որոշ մարդիկ մենակ կարող էին մտնել այդ վարակույրների միջով։ Օրինակ, սրբության սրբոց ընդհանրապես ոչ մեկ չէր կարող մտնել, որտեղ այդտեղ Աստծո ներկայությունն էր, եւ Աստված ասեց միայն տարին մեկ կարա մտնի քահանայապետը, ուրիշ օր մտնի կմեռնի, մենակ տարին մեկ Աստծո կողմից նշանակված օր ինքը կարող էր մտնել, որպեսզի իր պատասխանատու բաները աներ, քավությունը իրագործեր։ Ուրեմն ինչ էր անում, այդ վարակույրը պաշտպանում էր Աստծո ներկայությունը օտար մարդկանցից։ Եվ երբ որ Հիսուսը մեռավ, ինչ արեց, արդեն բացվեց այդ վարակույրը, մենք կարող ենք մտնել առանց վախենալու, որ մենք կմեռնենք։ Մենք երբ որ ծնկի ենք գալի, աղոթում ենք խոնարհ սրտով, Աստծո ներկայության մեջ ենք, բայց չենք մեռնում, որովհետև Հիսուսը արդեն մեռել է մեր համար, ճամփան բացել է։ Եվ
Կարդանք Ղևտացիս 16:1-2 համարները։ Տերը խոսեցավ Մովսեսին Ահարոնի երկու որդներու մեռնել են ետքը, որոնք Տերոջը առջև մոտեցան ու մեռան։ Տերը ասավ Մովսեսին. խոսեք ու եղբորդ Ահարոնի, որ ամեն ատեն սուրբ տեղը վարագույրին ներսիտին տապանակի վրա եղած քավության առջև չմտնե, որպեսի չմեռնի, վազի ամպի մեջ պիտի երևնամ քավության վրա։ Okay, այսինքն ինչ եղավ։ Այս տղաները, որ քահանային աշխատում, Անսուրբ կրակ բերեցին։ այսինքն Աստված ասել էր, երբ որ Աստված տվեց այդ սրբարանը, բոլոր իր տված պլանով էին սարքել ծրագրով։ Եվ ինքը ասեց ճշգրիտ բացատրեց, թե ոնց պիտի արվի այդ բոլոր ծառայությունները տեղ, որտեղ ամեն ծառայություն խորհրդանշում էր Հիսուսի ծառայության մասին, պետք չէ շեղվել։ Եվ ուրեմն այս սրանք, որ այդ խնկաման մեջ պիծուխ դնեին, իրանք պիտի դնեին անպայման զոհասեղանից, որտեղ այդ զոհասեղանը սրբված էր եւ այդ կրակն էր սրբված։ Բայց իրանք, քանի որ խմել էին, հարբած էին, իրանք վերցրեցին ուրիշ մի օտար կրակով վառեցին այդ խնկամանը եւ ինչ եղավ, ասման նույն ժամանակ այս մյուս տեղն է ասում, Երկուսն մեռան, ասեց, չէ՞։ Հա, երկուսն էլ մեռան, Աստված զարկեց իրանց։ Այսինքն ինչ է կատարվում։ Ալկոհոլային խմիչքը շատ վատ ձևով ազդում մարդկանց վրա, մանավանդ քահանան չպիտի խմի, որտեղ երբ որ մարդ խմում է, ինքը կորցնում է իր տիրապետումը եւ արդեն չի բաժանում սուրբը սովորականից, ինչ որ տեղ ունեցավ այս տղերքի հետ։ Եվ օրինակ մենք գիտենք, կա մարդիկ, որ Աստվածավախ է, բայց հենց խմում են, սկսում են ասում են բաներ խոսալ, որ առանց խմելու երբեք չէին ասել բաները։ Եվ էսի եւս մի զգուշացում Աստծո կողմից մեր համար։ Եվ երբ որ Իսրայել ժողովրդին չարեց, երբ որ Մովսեսը բարձրացավ լեռը եւ երկար ժամանակ չվերադարձավ, ինչ արեցին։ Ահարոնին ստիպեցին, որ արի բան անենք, ոսկուց խորտ սարքենք, էդի է մեր Աստվածը եւ դրան պաշտենք։ Չգիտենք Մովսեսը ինչ եղավ։ Այդ ո՞րտեղից են իրանք սովորել։ Եգիպտոսից։ Եգիպտոսում էին պաշտում այդ կենդանիներին։ Եվ իրանք սարքեցին, մարդիկ բերեցին իրանք ոսկեղենը եւ այլն եւ այլն։ Եվ իհարկե թե Ահարոնի մեղքն էր, որ ինքը դեմ չկանգնեց, ասից լավ բերեք։ Հետո ծիծաղելի ձևով արդարանում են Աստծո առաջ, ասում են այդ ոսկիները գցեցին բանի մեջ, հետո դուրս եկավ այդ Հացում դուրս եկավ։ Ասում դուրս եկավ։ Եվ այդ ժամանակ, երբ որ Աստված վիրավորվեց եւ Մովսեսին ասեց գնա այն կողմ, որովհետեւ ոչնչացնեմ այդ ժողովրդին, եւ Մովսեսը միաժամանակ այդ սրբարանը հեռացրեց իրանց ճամբարից, որտեղ հենց Աստծո ներկայությունը արդեն իրանց ոչնչացներ, որպեսզի չմեռնեն մարդիկ, Աստված այդ սրբարանը հեռացրեց։ Հետո երբ որ Մովսեսը աղոթեց եւ Աստված որոշեց մի շանս էլ տա այդ ժողովրդին, նորից բերեցին եւ մեջտեղն էին դնում։ Այդ ճամբարի մեջտեղն էր միշտ սրբարանը։ Ինչի, որովհետեւ Աստծո ներկայությունը միշտ մեջտեղում է, Աստված որտեղ ապրում, ամբողջ տիեզերքի մեջտեղում, իրան ներկայությունը ընդեղ է։ Եվ ստեղ այդ ճամբարում էր, որ ինքը մեջտեղում էր, խորհրդանշում էր էդի։ So Հիսուսի շնորհիվ Աստված արդեն կարող է մեղավոր մարդկանց մեջ ապրել առանց այդ մեղավոր մարդիկ վնասվելու։ Նորից ու նորից իրանց հնարավորություն տալով, որ իրանք ապաշխարեն, փրկվեն եւ մտնեն երկնային արքայություն։ Կարդանք Եբրայեցիս 10:19-22 համարները։ Ուրեմն եղբայրներ, համարձակություն ունենք սուրբ տեղը մտնելու Հիսուսի այրունովը, այն նոր ու կենդանի ճամփողը, որ բացավ մեզի վարակույրի մեջ են, որը իր մարմինը։ Այս մասին արդեն խոսացինք, այսինքն կներես, մոտենանք
ճշմարիտ սրտով, լեցուն հավատքով, սրտենից չար խիղճեն մաքրված ու մարմինից մաքուր ջրով լվացված, այսինքն մկրտված։ Այսինքն տեսեք, էլի պայմաններ կա։ Անենց չի, որ չար սրտով գաս ընկնես Աստծո առաջ ու սկսես անիծել քո թշնամիների, չէ։ Այդ վաղ Աստված կլսի, չէ։ Ասма ոնց պիտի գաք Աստծո առաջ, ոնց պիտի մտնեք աղոթքի մեջ, գրած էր։ Անկեղծ եւ մաքուր սրտով եւ այդ ձևով ոչ թե որ մենք ենք լավը կամ մեր գործերը, այլ որտեղ Հիսուսի զոհի միջոցով մենք կարողացանք կատարել ուխտի պահանջները։ Եվ երբ որ Հիսուսը դեռ չէր խաչվել, ով էր մեր ներկայացուցիչի երկնքում։ 5 տարեկանի ժամանակ ով էր ներկայացուցիչի երկնքում, երկրի ներկայացուցիչը։ Երբ որ բոլոր գալակտիկաներից հրավիրվում էին Աստծո մոտ, որ ակչոտ տային, հա, Սատանան, որտեղ Սատանայի ձեռն էր, եւ ինչ էր անում Սատանան, երբ որ դեռ մեր Աստծո մոտից չէր անում։ Անբասում էր, եւ ասում էր տես, բոլորը հեռացել են քեզանից, ոչ մի նորմալ մարդ չկա, մարդկանց չար գործերի վկայություն էր բերում, եւ ինչ ասեց Աստված, անում ինչ է տեսել։ Այսինքն իսկ հիմա մեր ներկայացուցիչով Աստծո մոտ Հիսուս երկրից։ Հիսուսը ինքը իր արյունով գնեց այդ իրավունքը, ինքը խլեց այդ իշխանությունը Սատանայի ձեռքից։ Եվ հիմա Հիսուսը ինչ է խոսում Աստծո առաջ մարդկանց։ Բարեխոսում է։ Տեսեք ինչքան տարբեր ներկայացուցիչ մենք հիմա ունենք։ Եվ շատ պիտի ուրախանանք դրա համար, որ ոչ թե այդ ներկայացուցիչը ուզում է մեզ վատաբանել Աստծո մոտ, այլ ուզում է մեզ արդարացնել, բայց ոչ թե այնպես ոնց որ ոմանց ծնողներ են արդարացնում իրենց երեխեքի սխալները եւ փչացնում են, այլ ապացուցելով, որ այս մարդը ապաշխարել է իր եւ իմ արյունը խոսում է, ես իմ արյունը թափել եմ, խնդրում եմ, որ մի հնարավորություն են տաս այս մարդուն, որովհետեւ ինքը դեռ հնարավորություն ունի, ինքը այս բանը սենց արեց, այսինքն ինքը ներկայացնում է կարծես թե մարդկանց բարի կողմերը, լավ կողմերը Աստծուն եւ խնդրում է, որ Աստված էլի ժամանակ տա, մինչեւ որ մարդը կատարյալ դառնա։ Բայց այդ մարդիկ աղոթում եք, չէ՞։ Մենք էլ դրա համար ենք ովքեր չեն ձգտում դրան, այդ մարդկանց էդի օգուտ չի տալիս, որտեղ իրանք այդ ճամփի մեջ չեն, այդ կենթանի ճանապարհը չեն ընտրել։ Եվ կարդանք Եբրայեցից 12 գլխի 22-ից 24 համարները։ Բայց դուք Սիոն լեռանը մոտեցել եք ու կենթանացու քաղաքին, Երդամ Երուսաղեմին բյուրավոր հեշտակներուն ու երկիկը դրված անդրանիկներուն հանդիսավոր ժողովին ու եկեղեցիին եւ Աստծո, որ ամենուն դատավորն է, ու արդարներուն հոգիներուն, որոնք կատարելության հասել են, եւ Հիսուսին, որ նոր ուխտին միջնորդն է, ու սրսկվելու այրունին, որ այրունին ավելի աղեկ կխոսի։ So այս համարները ինչ է ասում, որ մեր ապագա երկնքում է, այսօր շատերը պլաններ են կազմում երկրային քաղաքների հետ, չէ՞։ Ասում են, ինչ քաղաքը դառնալու է կենտրոնը, սենց այնց, չէ՞։ Բայց Աստվածաշունչը ինչ է ասում։ Երկրային քաղաքների վրա հույս մի դրեք, այնց բան չկա։ Մեր իսկական քաղաքը, որ մենք պետք է ապրենք, ընդեղ է, երկնքում է, եւ մենք դրա համար ենք պատրաստվում։ Ինչ որ բաներ ուզում ասել, չէ՞, երկնքում։ Եվ Եբրայեցից 4:14-ը ինչ է ասում։ Եվ 16-ը։ Աղբենք, որ մեծ քահանայապետն ունենք երկինքը կացած Հիսուսը, Աստծո որդին, ամուր բռնենք մեր դավանությունը։ 14-ը եւ 16-ը։ Ուստի անհամարձակությունով մոտենանք շնորհած աթոռին, որպեսզի ողորմություն ընդունենք ու շնորհ գտնենք պետք եղածատեն մեզի օգնելու։ Այսինքն համարձակություն ունենք արդեն մոտենալ, որտեղ գիտենք, որ բան ունենք, միջնորդ ունենք։ Եվ ինչի մասին այդ խոսում, որ
շատ քիչ է, երբ որ դու մտնում ես հավատքի մեջ եւ սկսում ես այդ ճամփել։ Եթե դու չշարունակեցիր, եթե դու մշտնջանապես չմնացիր այդ ճանապարհի վրա, ինչ արինում։ Քո հավատքը փլվում է եւ զուր արինում այդ ամեն ինչը։ Այսինքն շատ կարեւոր է, եթե մեր քահանայապետը Հիսուսն է, շատ կարեւոր է, թե մենք ինչ վարք ենք դրսևորում, որ արժանի լինի մեր քահանայապետին, այլ ոչ թե ասենք քրիստոնյա ենք, բայց մեր գործերով խայտարակում ենք Աստծուն։ Եվ ինչ է ասում, որ Հիսուսից հետո մենք էլ ենք մտնելու տեղ երկնային արքայություն։ Հիսուսը բացեց այդ ճամփան։ Եվ Հիսուսը 100%-անոց կարա փրկի մեզ, մենակ կախված է մեր ընտրությունից։ Չընտրեցինք զուր լինելու, ընտրեցինք այս ամբողջ խոստումները մեր վրա կատարվելու է եւ մենք մի օր ապրելու ենք Հիսուսի կողքին։ Եվ վերջում Գործ Կարաքելոց գրքում Էլեն Ուայթը գրում է, որ Հիսուսի համբարձումը երկինք երաշխավորում էր, որ իր հետևորդները կստանան խոստացված օրհնությունը, որին իրանք պիտի սպասեին։ Հիսուսը ասեց մնացեք Երուսաղեմում, մինչև Սուրբ Հոգին չստանաք։ Այսինքն, ինչի էր պետք, որ մարդիկ Սուրբ Հոգին ստանան։ Հիսուսը ասում է դուք պիտի վկայեք իմ մասին, բայց ասում է սպասեք, մի վկայեք, մինչև որ Սուրբ Հոգին ստանաք։ Ինչի է Հիսուսը դա ասում։ Չէին կարող նրանց այդ Սուրբ Հոգու վկային իրանք, թե ինչ են տեսել եւ ինչ են լսել։ Սուրբ Հոգին որ մարդուն համոզում է լսածների մասին։ Սուրբ Հոգին հանդիպանում է, Սուրբ Հոգին ճիշտ ձևով է հանդիպանում, այսինքն առանց կոտրելով։ Եվ Սուրբ Հոգին մեր, այսպես ասած, կորեկտորն է։ Այսինքն, եթե դու վկայում ես Հիսուսի մասին, կարող է սխալ բաներ չի ասես։ Կամ սխալ ձևով ասես, սխալ ձևով ասես կամ երբ որ դու խնդրում ես Սուրբ Հոգուն, որ ինքը ղեկավարի, Սուրբ Հոգին ճիշտ բառեր է դնում, տալիս քեզ եւ բացի այդ, ինչքան ուզում ես ճիշտ ու սիրուն բառերով խոսալ, ինչքան ուզում ես սիրուն խոսալ, այդ սիրուն խոսքերը չի ազդի մարդու վրա, եթե Սուրբ Հոգին ներկա չլինի։ Այսինքն մարդկանց դարձի գալը ոչ թե խոսքով է պայմանավորված, այո, խոսքը պետք է անհրաժեշտ է, դի լսեն, բայց ամենակարևոր որ Սուրբ Հոգու ներկայությունը լինի, որպեսզի մարդիկ համոզվեն։ Խոսքը չի համոզում Սուրբ Հոգին, որ մարդիկ կոչում են խիղճ։ Սուրբ Հոգին է համոզում։ Եվ Սուրբ Հոգին երբեք քնաշի։ Ինքը իր գործը անդուլ անում է, ուղղակի մարդիկ չեն ուզում են լսել։ Այսինքն, երբ որ քո Սուրբ Հոգին կամ խիղճ ոնց ուզում եք ասել, քեզ ասում ես ինչ բանը սխալ է, մի արա, բայց դու համառում ես եւ գնում անում ես, ինչ է կատարում, այսինքն դու չես լսում։ Այդ մյուս ձայները ավելի բարձր է քո սրտում, քան թե Սուրբ Հոգու ձայնը։ Ոնց որ ասենք, թե սենյակում մեկը ինչ որ խոսում է նորմալ ձայնով եւ մյուսը միացնում է թիվին, շատ բարձր ձայնով։ Էլ կլսվի այս մարդու խոսացածը, չի լսվի, որտեղ այդ թիվի ձենը արդեն խլացնում է։ Հիմա նույն ձևի այս աշխարհիկ նպատակները, որ մարդիկ դրել են իրաց առաջ։ Եվ այնպես են ապրում, կարծես թե եսի հավիտյան պիտի ապրեն, եսի ինչ պալատներ են իրանց համար սարքում, պատրաստում են տարիներով, չգիտեմ, իբրև վայելել։ Երբ որ մարդու խղճի այդ ձայնը խլվում է, երբ որ քո նպատակները գնում է լրիվ ուրիշ ուղղությամբ, եւ դու մարդկանց տրորելով հասնում ես քո նպատակին, չի նշանակում, որ Սուրբ Հոգին քո վրա լռում էր, չէ։ Ինքը օբյեկտիվ է, ինքը բոլորի հետ է խոսում, բայց դու քո խղճի ձայնը խլացնում ես, քո խիղճը վառում ես, չլսելով եւ չկատարելով այն, ինչ որ Աստված ասում։ Թող Աստված օգնի մեզ, որպեսզի մենք ուշադիր լինենք Սուրբ Հոգու ձայնին, որպեսզի չուլ չտանք, որ ուրիշ ձայները բարձրանան եւ խլացնեն Սուրբ Հոգու ձայնը մեր մեջ, որպեսզի մենք մարդ մնանք եւ մեր կյանքով, խոսքերով, գործերով դավանենք Հիսուսյանը, փառավորենք իրան, այլ ոչ թե խայտարակենք։ Ամեն։ Ամեն։